տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը զանգարում է Վլադիմիր Պուտինին եւ առաջիկայում հանդիպելու եւ հարցերը դեմ առ դեմ քննարկելու որոշում են կայացրել եւ ընդ որում ըստ ռուսական կողմի հայկական կողմի նախաձեռնությամբ է զանգը եղել։ Սա ընտրություններից առաջ կամ պետք է կապել ընտրությունների հետ, թե ոչ։ Ուրեմն նախ եւ առաջ հրատապ հարցեր ունենք Ռուսաստանի հետ լուծելու եւ ես կարծում եմ, որ այդ հրատապ հարցերից առանցքայինը երկաթգծի կոնցեսիայի հարցն է, որը ուղղակի արգելակում է մեր հայ-թուրքական եւ ադրբեջանական սահմանների բացումը եւ երկաթգծային լոգիստիկ շղթաների բացումը։ Ես կարծում եմ, որ զանգի պատճառը եւ նախաձեռնությունը հայկական կողմից դա է եղել, բայց այն, որ այդ խոսակցության ընթացքում Պուտինը հրավիրել է անհատապես հանդիպել, այդ արդեն վտանգ եմ տեսնում։ Ինչ վտանգ։ Ֆիզիկական։ Ես չեմ վստահում մի մարդու, ով իր օպոնենտներին կարող է թունավորել միջնորդավորված ինչ-որ գործակալների միջոցով, այդ մարդուն վստահել բավականին բարդ է, հա, մենք տեսել ենք քանի հոգու գլուխ է կերել։ Հիմա գիտեք, կարող եք ասել, որ երկրի ղեկավարներից որը մեկին այդպիսի ինչ-որ սպառնալիք չի եղել իրենից, դե հիմա կարող է չի եղել, լինի։ Մենք մտել ենք մի դարաշրջան, երբ որ երկրի ղեկավարին բռնելը, տեղափոխելը, սպանելը դարել է նորմալ տարբեր երկրների կողմից, հա, այդ թվում բավականին ժողովրդավարական երկրների կողմից, ոնց որ Միացյալ Նահանգները։ Ասեցի, հա, ոնց որ Միացյալ Նահանգները։ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին կանչում է Մոսկվա, որ վնասի։ Ես չի վստահի, ես այդ եմ ասում։ Ես չգիտեմ ինչի համար է կանչում, բայց իմ համար դա վտանգավոր եւ անցանկալի այցելություն է լինելու։